Շենավանի բոլոր ճանապարհները տանում են նորակառույց մանկապարտեզ, որի բացմանը մեծ ու փոքր երկար են սպասել։ Վերջին սերունդը, որ նախադպրոցական կրթություն է ստացել այս գյուղում, մանկապարտեզի էջը փակել է 1999 թվականին։ Դրանից հետո գյուղը մնացել է առանց պարտեզ։ Մի քանի սերունդ զրկվել է նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։ Նոր պարտեզ ունենալու փաստը երջանկացրել է շենավանցիներին։ Բոլորս շատ ուրախ ենք, որ ունենք այսպես գեղեցիկ, նորակառույց, լավ անձնակազմով պարտեզ։ Մանկապարտեզը կառուցվել է զրոյից պետության եւ Մեծամոր համայնքի համաֆինանսավորմամբ։ Բյուջեն ավելի քան 280 միլիոն դրամ է, պետության մասնակցությունը 70, համայնքինը 30% է։ Պարտեզը նախատեսված է մոտ 60 երեխայի համար։ Կառուցվեց մի մանկապարտեզ, ժամանակակից, երկհարկանի, երկու խմբանի մանկապարտեզ իր բարեկարգ բակային տարածքով։ Խաղալիքներ, մարզագույք, գրենական պիտույքներ, դաշնամուր, այն ամենը, ինչ կցրի երեխայի օրվա միապաղաղությունը այստեղ կա։ Առանձնացված են սանհանգույցները, կահավորված ու տեխնիկապես հագեցած է լվացքատունը, կաթսայատունը, խոհանոցը։ Խոհանոցում ի դեպ կողմնակի անձած մուտքը փակել է եւ բացել պատուհան, կերակուրը դեպի խմբասենյակներ տեղափոխելու համար։ Ծնողների ներկայությամբ կերակուր պատրաստելու նախադեպային փորձը խոհարար Մարիամը անհիմն է համարում։ Եթե ծնողը ուղարկում է իր երեխային մանկապարտեզ, արդեն ինքը մեր հանդեպ վստահություն ունի ու ինձ չի թվում, որ պարտադիր է, որ ծնողը ներկա լինի այս ամենին։ Եթե մի բանը սահմանափակ է, չի կարելի, ուրեմն չի կարելի։ Մանկապարտեզի շենքների արտաքին տեսքով եւ գունային հետաքրքիր լուծումներով դարձել է գյուղի աչքին կնող ամենագեղեցիկ կառույցը։ Երեխաներն այստեղ ոչ միայն կապրեն, ինչպես հեքիաթում, այլև ձեռք կբերեն գիտելիքներ ու հմտություններ նախապատրաստվելով դպրոցին։ Անելու են այն աշխատանքները, որ մեր երեխաները պատրաստ գնան դպրոց, չունենան ոչ մի խնդիրներ։ Կարծում եմ, որ շատ լավ մենք ամուր հողին կանգնած երեխաներ կուղարկենք դպրոց։ Բացմանը ներկա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը մարզպետի ու համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց մանկապարտեզում, ծանոթացավ շենքային պայմաններին։ Ասաց, որ շենավանի նոր մանկապարտեզը կառավարության խոստացած 500-ի շարքից է, որը կյանքի է կոչվել սուբվենցիոն ծրագրով։ Տարին կավարտենք 100% կատարողականով, այսինքն շահագործման հանձնած կլինեն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ, բայց մի կարևոր արձանագրում մենք այս պահին էլ արդեն այս մեր ասած թվերից ավել մանկապարտեզներում եւ դպրոցներում շինարարության աշխատանքներ են իրականացնում, են տրամաբանության, որ ծրագիրը շարունակվելու է նաեւ սրանից հետո։ 300 դպրոցի մասով արդեն վարչապետի հանձնարարականը կա 400 դպրոց կառուցել 2026-2031 թվականին եւ կառուցել այնքան մանկապարտեզներ, ինչքան դրա անհրաժեշտությունը կլինի։ Նախագծողները չեն մոռացել նաև ծնողներին, նրանց համար էլ տաղավարներ են տեղադրել, որ երեխաներին սպասելիս բաց երկնքի տակ չմնան։ Ստեղծել են նաև գողտրիկ պայմաններ սաների եւ աշխատակիցների բացօթյա հանգստի համար։ Իսկ բարեկարգման մի ծրագրով առաջիկայում կասֆալտապատեն պարտեզի հարակից տարածքը եւ մինչեւ տարեվերջ ավարտին կհասցնեն բուժամբուլատորիայի շինարարությունը։ Շենավանը կամաց կփոխի իր դիմագիծը, դառնալով ավելի հարմարավետ ապրելու եւ արարելու համար։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։